Շնորհակալություն պարոն Թումյան, հարգելի գործընկերներ, փաստացի փաթեթը ինչ խնդիր է կոչված լուծելու։ Ներկայիս դրությամբ Հայաստանի Հանրապետության գնումների ընթացակարգերում շահերի բախումը կարգավորվում է հետևյալ կերպ, որ երբ որ բացահայտվում է շահերի բախում, օրինակ գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի եւ մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամը ընդհանրապես ինքնաբացարկ է հայտարարում, դուրս է գալիս եւ գործընթացը շարունակում է գնալ իր հունով։ Սա ինչ խնդիր է առաջացնում, որ եթե օրինակ առաջատար մասնագետների կամ փորձագետների մակարդակում մեկ փորձագետին մեկ այլ փորձագետով փոխել հնարավոր է եւ շահերի բախումը հնարավոր է այդ փաստացի վերանա, որտեղ իրանք զուգահեռ իրավասությունների մեջ են գործում, ապա արկա է պաշտոնների խումբ, որոնք իրանց հանելով փաստացի ազդեցությունը գործընթացի վրա որևէ տեղ չի կորում։ Հետևաբար առաջարկվում է փոփոխել համակարգը եւ մտցնել հետեւյալ դասերը։ Նախ առաջի մակարդակ է առաջարկվում մտցնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնների հետ փոխկապակցվածը դա երկրորդ ազգակցական կապն է կամ տվյալ պաշտոնյայի կողմից ուղղակի կառավարվող կամ անուղղակի կառավարվող ընկերությունը չեն կարող մասնակցել գնումների ընթացակարգերին։ Այդ պաշտոններն են Հայաստանի Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը եւ այն տեղակալը ֆինանսների նախարարի, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները, այսինքն կուրացիանող գնումների Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարողանալու մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Այդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձիկ, բացառությամբ ազգային ժողովի падգամավորների եւ համայնքի հավաքանու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները եւ գլխավոր քարտուղարները մարմինների։ Այսինքն այս են մակարդակն է, որտեղ ասում ենք օրինակ նախարարության ենթակապողակներ, ՓԲԸ-ներ եւ այլն։ Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին։ Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների այդ անդամները, այդ թվում Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Երբ որ մենք 4-րդ մակարդակը ունենք, որը ներկայիս դրությամբ ինքնաբացարկի համակարգն է, որտեղ parza եթե ընդհանրապես առաջատար մասնագետ է, parza ինքը կարող է դուրս գալ, ուրիշ առաջատար մասնագետ իր տեղը կարող է զբաղեցնել եւ այդտեղ արդեն շահերի բախում փաստացի չի լինելու։ Մենք հետեւյալն ենք սահմանում, որ եթե շահերի բախումը օրինակ բացահայտվում է, հա, ու սա ընկերության վրա պատասխանատվություն, այսինքն ընկերությունը երբ որ դիմում է որևէ մրցակցային ընթացակարգի կամ որևէ պայմանագիր է ուզում ստորագրի, ինքը պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածությունները առկա չեն։ Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագիրը կանգնում է, իրականացվում է հաշվարկային պարտավորությունների, որը կազմակերպությունը իրականացրել է պատշաճ եւ այդ պահին ոնց որ ինքը վճարվում է դրա համար, բայց նաեւ դույժ է սահմանվում 20%-ով պայմանագրի արժեքից, կամ եթե ամբողջությամբ պայմանագիրը կատարվի, կամ այն ծավալից, որը արդեն իսկ պետք է վճարվեր ընկերությանը, դույժը վճարվելու է երաշիքից, եթե երաշիքից ավելի մեծ է լինելու դույժը, ապա լրացուցիչ նաեւ ինքը պետք է ֆինանսական միջոցներով հատուցի կառավարությանը համապատասխան խախտումը իրականացնելու համար։ Ստեղ մի հատ էլ կարևոր մաս, մենք երկար քննարկում էինք, թե արդյոք ընկերությունները, որոնք նման խախտում են իրականացրել, պետք է ներառվեն սև ցուցակում թե ոչ, բայց քանի որ համակարգը նոր է եւ առաջի անգամ մենք երևի Հայաստանի Հանրապետության անկախության մեջ նման բան կիրառում, որոշվեց, որ առաջի մակարդակում երևի ոչ, եթե զգանք, որ դույժերը եւ համապատասխան սահմանափակման մեխանիզմները թույլ են կամ շահագործվում են, արդեն կարելի կլինի իրանց ավելի խիստ կանոնակարգեր կիրառել։ Ներկայիս դրությամբ կարևոր է, որ նման համակարգը աշխատի, մենք սա նաև եթե համադրենք միջազգային փորձի հետ եւ եվրոպական երկրների հետ, ապա ինքը գրեթե կրկնում է եվրոպական դիրեկտիվները, որոնց համաձայն պետք է շահերի բախումը վերանա, կամ եթե անվերանալի է շահերի բախումը, օրինակ որ մենք թվարկեցինք նման համապատասխան պաշտոնների ցանկերը, ապա պետք է համապատասխան ընկերությունը չկարողանա մասնակցի գնումների ընթացակարգին։ Տարբեր երկրներ տարբեր ձևերով
խաղերով են կարգավորում, կան երկրներ, օրինակ Չեխիան, Լատվիան, որոնք ուղղակիորեն պաշտոնների ցանկեր են սահմանում, ասում են այս մարդկանց հետ փոխկապակցվածներին չի կարելի, ավելի երկար պատմություն, այսինքն շահերի բախման համակարգերի ավելի երկար պատմություն ունեցող երկրները նաև ինչ-որ գնահատողական բաներ են մեջը դնում, նայում են արդյոք ինչքան ազդեցությունը ազդում է թե չէ, բայց նույնիսկ այդ երկրներում օրինակ շատ բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց դեպքում հիմնականում նման կոմիսիաները երբեք չեն գալի կարծիքի, որ շահերի բախումը հնարավոր է վերացնել։ Ընդհանուր առմամբ այսքանը նպատակը հետևյալն է, ինքը ինչպես հակակոռուպցիոն քաղաքականության մաս է, այնպես եւ արդյունավետության վրա է ազդելու, որտեղ հիմնական թեզը հետևյալն է, որ երբ որ արկա է նման պոտենցիալ, որ շահերի բախում կարող է լինել, ապա մասնավոր կազմակերպությունը, եթե իմանում է, որ օրինակ իմ հետ փոխկապակցված կազմակերպությունը մասնակցում է որևէ գնումների ընթացակարգի, ռիսկ կա, որ եթե իր կողմից իրավաբաններ կան, իրանք կարող են նույնիսկ խորհուրդ տան չմասնակցել, որովհետև համապատասխան ռիսկեր է առաջանում, այսինքն ինքը չգիտի ներկայիս դրությամբ ես կկարողանամ այդ շահերի բախումը կառավարեմ եւ չպահեմ այն մյուս կազմակերպության, ասենք ասենք շահերը, այլ պահեմ պետական շահը։ Ուստի մենք նաեւ սրանով մասնավոր հատվածին ենք ազդակ հաղորդում, որ ասենք ասենք որոշում կայացնող եւ բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունները մրցակցության մեջ չեն լինելու իրանց հետ եւ հնարավորինս դաշտը հավասար է լինելու։ Ես նախ կուզենայի նաեւ վերջում շնորհակալություն հայտնել մեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Արդարադատության նախարարության գործընկերներին այս վերջին 1.5 տարվա ընթացքում բավականին մեծ ծավալով աշխատանքներ ենք իրականացրել ինչպես միջազգային փորձը ուսումնասիրելու այնպես եւ նախ այդ փորձը Հայաստանի Հանրապետության պայմաններին համապատասխանեցնելու մասով շնորհակալություն, պատրաստ եմ հարցերին պատասխանել։ Պարոն Ավանեսյան, շնորհակալություն, մինչև մնացած հարցերին անդրադառնալը նախագծերի փաթեթում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի փոփոխություններն էլ մի հատ կպարզաբանեք, այսինքն տեղին ինչ ենք մենք անում, էլի գնումների մասը պարզ է։ Շնորհակալություն, դե պարզա երբ որ նման շահերի բախում բացահայտվում է որևէ ձևով, ինչ որ մեկը պետքա գնահատական տա, տվյալ դեպքում դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ինքը փաստում է, թե արդյոք համապատասխան շահերի բախումը առկա էր թե ոչ, եւ հետո արդեն մարմինը եւ համապատասխան, ասենք, մատակարարը պետքա արդեն իրար հետ դատական կարգով կամ առանձնատական կարգի համապատասխան խախտումը վերացնեն, կիրառելով պատասխանատվության միջոցները։ Այսինքն դա post factum է լինում, թե մինչև գնման այդ ընթացակարգերը նախապես ընկերությունը կարող է դիմել եզրակացություն ստանալ ու դրանից հետո մասնակցել մրցույթին։ Չէ, դա post factum է լինում, ընկերությունները պետքա իրանց համապատասխան due diligence-ը իրականացնեն եւ համապատասխան դիմումի մեջ ներկայացնեն, որ իրանց համապատասխան շահերի բախում առկա չէ։